Ձեր թորնիկի հետ եք ենթադրաբար եկել այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, խորհուրդը ինչպես եք օրինակ բացատրում ձեր թորնիկին, այսօր ինչ օր է, ինչի համար է, որովհետև սրա ֆոնին բազմաթիվ հայտարարություններ են լինում հենց իշխանական մակարդակում, որ ցեղասպանությունը պետք է մոռանալ, պետք է վերապրել, բայց ինքնիշխան սահմանազատված եւ սահմանագծված տարածք։ Ոչ, մոռանալ չի կարելի, դա սխալ բան է, չգիտեմ, իմ կարծիքով մի քիչ սխալ են այդ բանը արտահայտում իշխանությունները, կարելի է այդ ամեն ինչը չարտահայտել, ընդհանրապես դրա մասին չխոսալ ու ժողովրդին չբորբոքել դրանով։ Սա մեծ խորհուրդ ունի, որ պետք է մենք հիշենք ինչ ա եղել մեր ազգի հետ, եթե չհիշենք, ուրեմն դա կարելի հաշվել թե կորած է։ Կրկնությունը չի բացառվի ես։ Հա, այսինքն եղավ 2 տարի առաջ եղավ այդ կրկնությունը արդեն Ադրբեջանի տարածքում։ Արցախում Ադրբեջանի կողմից։ Նենց որ ճիշտ է հասկանալի է, որ հիմա սրել պետք չի, բայց դրա մասին շատ խոսալ էլ պետք չի։ Սրես կաղա լավ չլինի, բայց մոռանալ, ժխտել, այդքան տենց մասսայական հայտարարել, դա սխալ է։ Սակարկում է ըստ էության իշխանությունները խաղաղության գործընթացը այս ամեն ինչի հետ, որտեղ ասում է, թե ուզում ենք սահմանագծված ու սահմանազատված խաղաղ պետություն, պետք է նաև մոռանանք, պետք է նաև փորձենք։ Մոռանալ չի կարելի, ուղղակի այդ ամեն ինչը կարելի է ընդհանրապես դրա մասին չխոսալ։ Ինչքան քիչ խոսան ու գործ անեն, ավելի լավ կլինի։ Չեն անում ըստ ձեզ դուք։ Անում են ինչ որ բաներ անում են, չի կարելի ժխտել, որ չեն անում, բայց շատ դանդաղ են անում։ Ես գտնում եմ, որ մեր փրկությունը դա դեպի Եվրոպա գնալն է։ Մենք մարդիկ ունենք, որոնք որ այդ գործը առաջ են տանում, ու ապրեն իրանք, որ այդ գործը տանում են առաջ։ Ու իրանց հետ ստիպում են, որ այդ գործը տանեն առաջ, զորով ստիպելով բանեն, որ գնան։ Ավանդաբար ջահերով երթի ժամանակ մեկնարկից առաջ միշտ հրապարակում վառվել են դրոշները Ադրբեջանի ու Թուրքիայի, բոլորին հայտնի երևույթ է դա։ Այս անգամ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով դրան, դա որակել է ահաբեկչական գործողություն, դատապարտել է այս ամեն ինչը, ասելով, որ չենք կարող ճանաչված պետությունների դրոշները, այն էլ մեր հարևան պետությունների դրոշները վառել։ Ինչպես եք օրինակ որպես քաղաքացի վերաբերում սրան։ Գիտեք ինչ, մի քիչ դժվար է այդ ամեն ինչ ասել, դա այնց մարդկանց մեջ բան կա, անում են, վառում են, բայց երևի թե ուրիշ ձև է պետք պայքարել, ոչ թե դրոշ վառելով։ Ինչպես օրինակ։ Պետք է գործ անել, այսինքն այդ հարցը միշտ պահել, որ ոչ չանա այդ բանը ազգի մեջ միշտ մնա, որ սան մենք պետք է հասնենք, որ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը եւ ինչ որ հատուցելու բան ունի, պետք է հատուցի։ Բայց դրոշ վառելով բան չես անի, ասենք այդ ինչ որ հույզեր են վառեցիր, ոնց որ ասում հոգիդ մի քիչ բան եղավ, բայց դա հարց չի։ Դատապարտելի քայլ է, բայց ձեր համար ամեն դեպքում։ Ինչա։ Դատապարտելի է այդ քայլը ամեն դեպքում ձեր համար, որ Նիկոլ ասել դատապարտում եք այս քայլը։ դրոշ վառելու բանը, կարել ես մի քիչ դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, որովհետև ես էլ եմ ջղայնա այդ բանի վրա հույզեր կան, բայց ամեն դեպքում երևի թե պետք չէր վառել, երևի թե ես